Եկեք միասին տարբերենք սովորական շատակերությունը կոմպուլսիվ շատակերությունից, որը իհարկե խնդիր է հարգելիներս։ Բոլորիս է հայտնի շատակերության էպիզոդները շատ անգամ դա նորմալ է մեզ համար, որովհետև լինում է, չէ, որ գալիս ենք տուն, մաման համեղան է պատրաստած լինում ու շատ ենք ուտում այդ մեր սիրած ուտեստից։ Հասկանալի է, այստեղ ծանրության զգացում է առաջանում ստամոքսի շրջանում, դիսկոմֆորտ եւ այլն, բայց դա էպիզոդիկ է առողջ մարդկանց համար։ Նրանց համար, ում համար որ խնդիր է եւ կոչվում է կոմպուլսիվ շատակերություն, բոլորովին այլ է։ Ամենաառաջինը, այս մարդիկ միշտ են ուտում շատ, այսինքն ցանկացած սնունդ ընդունման ժամանակ մեծ քանակությամբ սնունդ են, կարելի ասել, ուլ տալիս, ոչ թե ուտում, հա։ Այն աստիճանի, որ ամեն անգամ ստամոքսի պատերը ձգվում են եւ նույնիսկ առաջանում է ցավի զգացում։ Երկրորդը, ուտում են մեկ սնունդ ընդունման ընթացքում տարբեր տեսակի սնունդներ իրար անընդհատ հաջորդող եւ որ շատ կարեւոր կետ, սննդությունից հետո այս մարդիկ ունենում են մեղքի եւ ամոթի զգացում։ Բուժվում է կոմպուլսիվ շատակերությունը։ Այո, բուժվում է։ Որովհետեւ ճիշտ մտնեք։